ժամանակը պիտի փրկես իզուր տեղով հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջին հայացքը ողջույնս։ Ծառան իրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարոյսելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, այսօր հրաշալի օր է, հրաշալի է պայմանավորված այն բանով, այն փաստով, որ մենք նորից միասին ենք հավաքվել ենք Տիրոջ խոսքի շուրջ, ինչը որ Աստծո խոսքից է բխում, դա հրաշալի է և ինչպես Աստված ստեղծում էր երկինքը և երկիրը, ծննդոց առաջի գլխի մեջ, երկրորդ, երրորդ, և ասում էր ամեն բան բարի է, այսինքն հրաշալի է, պիտանի է, օգտակար է, այնպես որ ինչը որ Աստծո խոսքի հետ է կապված, ինչը որ Աստծո խոսքով է, բարի է և հրաշալի է, և այսօր մենք հենց դա ենք անում, այսօր մեզ միացել է մեր սիրելի Մայիս Կարիբյան եղբայրը, նա գործարար է, քրիստոնյա, Աստծուն սիրող, աստվածապաշտ և միևնույն ժամանակ գործարար, հաջողված գործարար Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հաճախ երբեմն իր հետ ենք ունենում այսպիսի լավ եթերներ, նաև այն իմաստով, որ իր գործարար փորձառություններով կիսվում է մեզ հետ Աստծո խոսքի, այսպես ասած, պրիզմայով, իսկ մնացածը մենք հետո փորձենք հասկանալ ինչի մասին է լինելու այսօրվա խոսքը, վերնագիրը այսպես է, ուրեմն փոփոխության կարևորությունը։ Մայիս ջան, շնորհակալ եմ, որ միացար մեզ եղբայրս, ուրախ եմ շատ, շնորհակալ եմ, որ ընդունեցիր հրավերը։ Ողջույն, Աբրահամ եղբայր, ողջույն բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ։ Ես եմ քեզ շնորհակալ, որ ինձ հրավիրել ես, ինձ համար պատիվ է յուրաքանչյուր անգամ քեզ հետ շփվելու թե այսպես լայվերի միջոցով և իհարկե կարոտած, որ անձնական շփումները արդեն 2 տարուց ավել Հայաստան չեմ եղել, այնպես որ քեզ շատ եմ կարոտել։ Մենք քեզ սպասում ենք, շատ լավ, ես էլ լավ եմ, Մայիս ջան, շնորհակալ եմ, գոնե երբեմն այսպես էլ ուղիղ եթերով իրար հետ հանդիպում ենք, կիսվում ենք եթերից առաջ, եթերի ընթացքում, այնպես որ փառք Տիրոջը։ Մայիս ջան, ինչ եմ ես սիրում քեզ հրավիրել, գիտես, ընդհանրապես այսպես ասեմ, չգիտեմ, սա այսօրվա թեմայի մեջ է թե ոչ, բայց հոգևորը և ֆիզիկականը կամ նյութականի համատեղությունը, որովհետև սրանք կապ ունեն իրար հետ, այնպես չի, որ երբեմն մենք ասենք, ես շատ հոգևոր եմ, նյութականը, այսինքն չեմ ուզում, սենց կամ երբեմն շատերին թվում է, թե հոգևորները պետքա աղքատիկ կյանքով ապրեն, իհարկե ես ինքս թեմաներ կան, որ մի փոքր ծայրահեղության են տանում, դրա մասին չեմ խոսում, կամ նյութական ծայրահեղություն, կամ հոգևոր իսկաժենի, կամ ոնց ասեմ հայերենով ծայրահեղություն, բայց ինչ եմ սիրում քո հետ ունենալ եթեր երբեմն, այն իմաստով, որ հասկանանք այդ ներդաշնակությունը հոգևորի և ֆիզիկականի, նյութականի, կենցաղավարության, ինչպես կարող ենք ներդաշնակել և իրոք դա հիանալի արդյունք է տալիս։ Ինչ կասես սրա մասին։ Քո պրոֆիլի մեջ եմ հարց տալի։ Կարծում եմ այդ երկու տարբերությունները իրարից անջատել չի լինի, այլ պետք է ուշադիր լինենք ճիշտ ապրենք այդ երկու դաշտերում էլ և Աստծո խոսքի վրա հիմնվելով ավելի ճիշտ քայլեր անենք, թե հոգևոր դաշտում, թե մարմնավոր դաշտում, որտև երկուսն էլ կարևոր է, մեկը մյուսից չենք կարող առանձնացնել, քանի որ դեռ ապրում ենք այս երկրի վրա, ուղղակի պետք է ճիշտ սովորենք, ոնց ապրենք երկու այդ բաների մեջ ըստ Աստծո խոսքի և ճիշտ ձևի։
եւ այո դրանք կարեւոր բաներ են Աբրահամ եղբայր։ Օրինակ մի փոքր այսպես կարճ զրույց անենք, որից հետո մի երգ, հետո կանցնենք բուն թեմային։ Օրինակ հայրմեր աղոթքի մեջ հենց առաջին կոնտեքստում Հիսուսը մեզ սովորացնում է այս նախադասությունը նաև քո թագավորությունը գա քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Առաջին հայացքից պարզ է թվում, բայց երբ որ խորանում ենք այս թեմայի շուրջ, նկատում ենք, որ սա հենց երկինքը երկրին միանալու պրոցեսն է, այսինքն երբ որ մենք ասում ենք երկինքը ինչպես երկնքում քո կամքը կատարվում է, այնպես երկրի վրա, այսինքն մեր կյանքում հոգևորը եւ նյութականը համատեղված եւ գերիշխում է հոգևորը։ Կարծում ես սրա մասին է նաեւ խոսքը։ Այսինքն Գիտես Աբրահամ եղբայր, երկուսն էլ Աստված է ստեղծել։ Ուղղակի մենք պետք է ի վերջո յուրաքանչյուրս անձնապես փորձենք սովորել, թե երկու դեպքում ինչպես ապրենք, ըստ խոսքի եւ ամեն օր մեր վրա աշխատենք, որ թե հոգևորի մեջ, թե նյութականի մեջ մեր քայլերը, մեր մտածելակերպը մեր ուղղությունները ճիշտ ընտրենք։ Ես այդպես եմ նայում։ Ոչ թե փորձենք իրարից անջատել կամ բաժանել։ Այսինքն ստեղ խնդիրը սա է, մեր մեջ հարց պետք է լուծվի, արդյոք նյութականն է գերիշխում հոգևորին, թե հոգևորն է գերիշխում նյութականին։ Սա շատ կարևոր է։ Եվ այս հարցի լուծումը Պողոս Առաքյալը տալիս է հավատքը բնութագրելով, ասում է, որ հավատքով ենք իմանում, որ չերևացող բաներից ստեղծվեցին երևացողները։ Նկատում ես այս, այսինքն ստեղծողը, երևացողը չի այո, շատ հետաքրքիր։ Շատ լավ, չգիտեմ սա թեմայի մեջ էր թե ոչ, բայց մեզ մտածելու առիթ է տալու այսօր եւ փոփոխության կարեւորության կարող ենք ասել հիմքը հենց սրանում է, երբ որ մեր կյանքում հոգեվորը գերիշխում է չերևացողը գերիշխում է երևացողին, ճիշտ ամեն բան իր տեղն է գնում, սա էլ է մեծ փոփոխություն, որտեղ մարդը որ ծնվում է առանց Աստծո կյանք ապրում, նրան երևացողներն են կարևոր, չերևացողները երբեմն ինչևից է, անցնենք առաջ եւ մի երգ հրաշալի մեր սիրելի Խաչատուր Չոբանյան եղբայր կատարմամբ, հա, այս երգը մեկ անգամ, եթե չեմ սխալվում, մենք լսել ենք սա մեր ուղիղ եթերով, բայց շատ շուտ այսպես է կոչվում վերնագիրը, սա է ճանապարհը։ Եկեք ըմբոշխրենք, հետո նորից կմիանանք եւ կշարունակենք թեման։ Շատ բարի։
Խաչքի երկերը շատ յուրահատուկ են։ Ինքնատիպ եւ իր գրած երկն է, եթե չեմ սխալվում, եւ իր հեղինակային կատարումով իր գրած երկն է։ Եվ որքան հասկացա հովանավորը դու ես այս երկի։ Աստված օրհնի Մայր ջան։ Հնարավորություն է տվել որոշ չափի աստվածին մասնակից լինեն որպես բիզնեսմեն։ Շատ լավ։ Բարդ իրոք, թե չէ մեղ գործած կներ, որ չաներ։ Տիրոջ գործին օգտակար, այո։ Եթե իմաստը կյանքի նպատակը դա է, տուր ինձ որ կարողանամ օգտակար լինեմ։ Շատ լավ, Մայր ջան, ասենք բուն թեմայի եղբայրս, փոփոխության կարևորությունը, բայց միջ անցնենք թեմային, ես կուզեմ մեր սիրելի դիտողներին եւ ունկնդիրներին, ակնդիրներին նաեւ խնդրել, որ անպայման կիսվեք այս եթերը, որպեսզի դուք էլ օրհնության պատճառ լինեք։ Սիրով լսում ենք քեզ, Մայր ջան։ Շնորհակալ եմ Աբրահամ եղբայր, շնորհակալ եմ բոլորին, միացել եք մեզ եւ շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար։ Ինչպես Աբրահամ եղբայրը նշեց, ես էլ իմ կողմից քաջալերում եմ բոլորին, ովքեր միացել են մեզ, իսվեք, սա հիանալի առիթ է, որ ձեր ընկերների մեջ շատերը լսեն այս հիանալի թեմաները, որ խոսում ենք, եւ որպես հայ լինելով քրիստոնյա ազգ, եւս մեկ հնարավորություն է, որ այսպիսի թեմաներով շատերի մոտ արթնանա Աստծուն մոտենալու առիթը եւ շատերին առիթ լինի, որ իր խոսքից նորից սովորենք։ Ես այսօր ուզում եմ խոսալ փոփոխության մասին եւ ուզում եմ հարցը ուղղել բոլորին եւ եթե կարծիք ունեք, կիսվեք, միգուցե ընթացքում հնարավորություն կլինի որոշ ձեր կարծիքներին պատասխանել։ Արդյոք յուրաքանչյուրս, մանավանդ նրանք, ովքեր հավատում ենք Աստծուն, ճիշտ է փոխվելը կամ փոփոխվելը։ Արդյոք դա ճիշտ բան է։ Ձեր կարծիքները գրեք, մինչև ես եւ Աբրահամ եղբայրը քննարկում ենք այս թեման։ Իհարկե դրական իմաստով, չէ՞։ Իհարկե դրական, անպայման։ Հետընթաց չէ, առաջընթաց։ Այո, այո։ Եվ եթե Աբրահամ եղբայր, ինձ հետ կարծում եմ համաձայն կլինես, երբ որ մարդ Աստծուն է գալի եւ Աստծուն ճանաչում է, հենց առաջի բանը փոխվում է, չէ՞։ Ինքը փոխվում է, փոխվում է, իր մտածելակերպը փոխվում է, իր ապրելակերպը, ինչքան բաներ է փոխվում, ինչ կասես։ Շատ բաներ։ Մինչև մեր կյանքի վերջ կարելի է այսպես ասել, մենք ընդհանրապես երբ որ մարդը հետաքրքրված չի փոփոխությունով, չի սիրում փոփոխություն, կան այդպիսի մարդիկ։ Էս լավ ասած, աչքս քաշած, գործս կա, հա։ Դա շատ վտանգավոր երևույթ է իդեպ ասել։ Ձանձրալի է նաև դառնում, չէ՞ որ չես փոխվում։ Ինչպես։ Ձանձրալի է, այո։ Գիտես, ես շատ մտածեցի, թե ինչեր այս թեմայի շուրջ զրուցեմ եւ մի քանի համարներ էլ Աստվածաշնչից փորձել եմ նշեմ, որ իրար հետ կարդանք եւ ուզում եմ սկսել, որ այս մասով, որ ամենալավ ապահովությունը եւ այսպես ճիշտ զգալը կյանքում, երբ որ դու սկսում ես փոխվել։ Եվ ինչպես նշեցի, ես հիշում եմ, երբ որ իհարկե ես փոքր տարիքից եմ Աստծուն ճանաչում, 8 տարեկանից իմ տատի հետ, որ արդեն Աստծու մոտ է, ինքը շատ հոգևոր կին էր եւ շնորհակալ եմ, որ իր միջոցով ես Աստծուն եմ ճանաչել, սկսել եմ գնալ եկեղեցի։ Ես հիշում եմ, թեկուզ 8 տարեկան էի, այդ ժամանակ կյանքից այդ տարիքում կարծում եմ շատ բան դեռ չես հասկանում։ Շատ բաներ քո, այսինքն հասուն չի քո միտքը դեռ։ Բայց հստակ հիշում եմ ինչպիսի ուրախություն կար իմ մեջ այդ տարիքից, երբ որ ես գնում եի եկեղեցի, երբ որ ես սկսում էի այդ մանկական այդ կապույտ Աստվածաշունչը կարդալ եւ համոզված կարող եմ ասել իրոք դրական, ինչպես դու նշեցիր, փոփոխությունը ճիշտ է եւ կարծում եմ յուրաքանչյուրը պետք է դրա վրա աշխատի։
Եվ երբ որ նայում ենք օրինակ մեր հայազգին, երևի շատերը ինձ հետ համաձայն կլինեն, որ մեր հայազգի մեջ այդ փոփոխվելը շատ դժվար է եւ շատերը չեն ուզում փոխվել։ Եվ կարծում եմ չփոխվելու պատճառներից մեկը երևի միգուցե վախն է, կամ շատերը չեն ուզում փոխվել, որովհետեւ իրենց եսին պետք է կպնեն։ Այսինքն շատ անգամ մեր կյանքում, երբ որ մենք ուզում ենք դրական փոփոխություններ անել, դա մեզանից պահանջվում է խոնարհվել։ Չէ՞ որ փոփոխությունը գալիս է համաձայնվել դիմացինին, ուզածին, կարծիքին, թեկուս միգուցե քեզ դուր չի գալի, դա նաև խոնարհաբար փոփոխություն է։ Եվ պետք է համոզվենք, որ ուզենք թե չուզենք, կյանքում ամեն ինչ փոխվում է։ Փոխվում են տարվա եղանակները, փոխվում են Աստծո պլանները մարդու կյանքի մեջ, եթե չես հետևում իր ծրագրին, շատ բաներ են փոխվում մեր կյանքում։ Եվ եթե համաձայնենք թե չէ, իրականում դա այդքան դեր չի խաղում։ Բայց ամենամեծ փոփոխությունը ես իմ կյանքում համոզվել եմ, երբ որ դու սկսում ես փոխել ինքդ քեզ։ Որովհետև ես գնալով համոզվում եմ, որ շատ բաներ մենք կյանքում չենք կարող փոխենք։ Խոսքը գնում է մեզանից դուրս։ Բայց մեր ներսը մենք կարող ենք փոխել։ Դրա համար ինչպես Աստծո խոսքն է ասում Աբրահամ եղբայր, եթե համարը կհիշես, Աստված մեր ներսի սիրտն է փոխում։ Փխրուն է սարքում, ո՞ր համարն է դա։ Ուղղակի sense չեմ հիշում։ Նոր սիրտ կտամ ձեզ, մսերեն, ես կգտնեմ, ինչ դուք խոսած, ես կգտնեմ այդ համարը։ So ուզում եմ ասել, որ գիտես, պետք է ի վերջո ուշ թե շուտ, կարծում եմ մարդկանց մեծ մասը համաձայնվում են կամ գալիս են այս համոզման, որ այո, ես էլ պիտի փոխվեմ։ Եվ ինչքան շուտ հասկանում ես դա, ի օգուտ քեզ է, որովհետև երբ որ հասկանում ես, որ եթե ուզում ես քո կյանքում շատ բաներ փոխվի, թե քո սկսած հոգևոր կյանքից, քո մարմնավոր կյանքից, քո ընտանեկան կյանքից, քո ֆինանսներից, քո ամեն կարևոր այն կետերը, որ յուրաքանչյուր մարդ արթնանալով առավոտյան մտածում է այս թեմաների մասին, միակ ժամանակ ես համոզվել եմ, որ դրանք կփոխվի, երբ որ սկսում ես դու քո մեջ աշխատել, քո տեսանկյունը փոխել, քո մոտեցման տեսանկյունը այդ հարցերին ուրիշ անկյունից նայել, որտեղ շատ անգամ մարդիկ այդ բնավորության գծեր կան, չէ, չկոտրվող։ Նո, ես սենց ծնվել եմ, ես սենց եմ մեծացել, սենց էլ մնալու եմ, եւ երբ որ նայում ես այդպիսի բնավորության գծերին կամ այդպիսի մարդկանց, իրենց կյանքում ինչն է փոխվում, էլի փոփոխություն է լինում, բայց այս անգամ բացասական փոփոխություն, այսինքն երբ որ դու քեզ չես փոխում, սկսում է փոխվել քո շրջապատը, շատերը քո հետ չեն շփվում միգուցե, շատերը քո հետ ընկերություն չեն անում, քո հետ բարեկամություն չեն անում, եւ ինչ է լինում, ի վերջո գալու ես միտեղ հասնես, որ հասկանաս, որ չէ, ժամանակն է, որ ես, այո, Եվ առաջի համարը, այո, Աբրահամ եղբայր, բան է իր ասում։ Ուզում եի սա ավելացնել, մայիս եղբայր, որ մարդը շատ ավելի հակված է իր շրջապատը փոխելուն, քան ինքն իրան։ Սա էլ վտանգավոր բաներից մեկն է, հա։ Այո, բայց եթե դու քեզ չփոխես այդ նույն, այսպես ասած, բնավորությունները, քո հետ տանես մի ուրիշ շրջապատ, դա ժամանակավոր է եւ ի վերջո դու նորից բացահայտվում ես, որ քո մեջ կա այսպիսի բաներ եւ եթե դրանք բացասական են, նորից հայտնվում ես նույն ճիշտ է նույն վիճակի մեջ։ Մենք դրան ասում ենք կոլապս նաեւ, չէ՞, ասենք նույն շրջանի մեջ ես
շրջապատույթ։ Ես այդ համարը գտամ, այս եղբայր Եզեկիել 36:26, եթե թույլ տաս կարդամ։ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ եւ վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղեն սիրտը եւ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Սրա մասն էր, չէ՞ խոսքը։ Այո։ Եվ մյուս համարը ուզում եմ ասել, այ հարց է առաջանում, իսկ ինչը չպիտի փոխվի։ Առաջի համարներից մեկը, որ Աստվածաշնչում մանեկա եւ ճարեցի, հենց Մատթեոս 24:35 գլխի մեջ է գրված, որը ասում է երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը պիտի չանցնեն։ Փոփոխ, այո, տարբեր ձև է նշում որոշ աստվածաշնչերում, այսինքն եթե նորից հարցնենք փոփոխությունը կամ փոխվելը լավ բան է, նայած ինչի մասին ենք խոսում, եթե որպես անձ ենք խոսում, այո, պիտի փոխվենք, բայց եթե նայում ենք որպես Աստծո խոսքին հետևել եւ Աստծո խոսքին լսել, սովորել, ոչ, այ Աստծո խոսքն էլ ասում, որ իր խոսքերը չի փոխվում, որտեղ այս կյանքում միակ բանն եւ միակ անհատը, որ կատարյալ է, դա մեր Աստված է։ Այսինքն եւ իր խոսքը եւ մի հատ էլ համար կար, եթե չեմ սխալվում, նշել եմ, որ ասում են վայ նրան, չէ, որ իր հույսը դրել է ուրիշ մարդու վրա, եթե համարը ասեմ ստեղ նշել եմ, էջերով եմ գրել, որ հանգարց չշփոթեմ, այսինքն միակ բանը, որ ուզում ես չփոխվի, դա իրոք հասկանաս, որ Աստծուն հետևելն է, մնացած բաները քո կյանքում, պետք է ընդունես, որ այո, պետք է փոխես, որտեղ նայ, որ համարն է, որ Աստծո խոսքում ասում է ամեն բան նոր եղավ, չէ, այսինքն ամեն օր մեր կյանքը նորությունով է, այսինքն ամեն օր դու պիտի փոխվես, ամեն օր քեզ Աստված կարող է նոր օրհնություն տա, կամ նոր փորձություն տա, նոր միտք, եւ եթե դու այդ փոփոխող սիրտը չունես, շատ անգամ դու միշտ խոչընդոտների եւ դժվարությունների առաջ ես կայնելու։ Մայիս եղբայր, մինչև շարունակես, ես մի միտքեր կուզեի ստեղ մտքի մասին է խոսել, փոփոխական մարդ, այսպիսի հասկացողություն չէ, կա չէ, ընդհանրապես մարդը փոփոխական է, մենք սրա մասին չենք խոսում, այսինքն այսօր կարող է ասի այո, վաղ ասի ոչ, տրամադրություն ունի, ասի այո, տրամադրությունը կորավ, ոչ, այս փոփոխականի մասին չի խոսքը, սա վտանգավոր, դա բացասական է, դա սա բացասակ փոփոխական, միշտ փոփոխական։ Օրինակ Աստծո խոսքի եւ մարդու խոսքի տարբերությունը դրանով է նաեւ պայմանավորված, որ մարդը միշտ փոփոխական է, բայց Աստծո խոսքը հաստատուն։ Այոն այո է, ոչը ոչ։ Այո։ Մենք կարող ենք ասել, որ խոսում ենք փոփոխության մասին, դրական փոփոխության մասին, որը իր մեջ ներառում է հոգեվոր արժեքներ։ Այսինքն ունեցածդ հոգևոր արժեքի վրա ավելի արժեք, սրբությունից սրբություն, փառքից փառք, այդ նաև իմաստով։ Եվ մյուս համարը, որ նշել էի մոտս, Եսայի մարգարեության 40-րդ գլխի 8-րդ համարն է, որը գրվում է խոտը չորանում է, ծաղիկը թառամում, սակայն մեր Աստծո խոսքը հավիտյան պիտի մնա։ Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ միակ բանը, որ չպիտի փոխես, դա Աստծո խոսքին լսելը, հնազանդվելը եւ կատարելը։ Այդ մի բանը մի փոխի, ինչ Աստված ասում է, դա մի փոխի։ Բայց քո մեջ բաներ կա, պիտի փոխես, որովհետեւ շատ անգամ ինչ Աստծո խոսքն է սովորացնում եւ ինչ մենք ենք սովորել, թե կգա ընտանիքից, թե կգա շրջապատից, թե կգա մեր ադաթներից, չէ, այտենց են ասում, շատ բաներ սխալ է եւ երբ որ Աստծո խոսքին կարդում ես, դու տենում ես որ պարզ, այո, այս բաները իմ մեջ պիտի փոխեմ, որ իմ կյանքը փոխվի։ Եվս մեկ անգամ ասում եմ,
որ եկեք յուրաքանչյուրը սկսած ինձանից, սկսած բոլորից, ովքեր միացել են մեզ կամ հետո կնայեն։ Միգուցե լավ սովորություն կլինի, որ շատ շուտ միգուցե ամիսը մեկ կամ շաբաթը մեկ մի թղթի վրա գրենք, օրինակ, ինչեր կա, որ իմ կյանքի մեջ պիտի փոխեմ, ինչեր կա, որ միշտ ինձ, այսպես ասած, խանգարում է, պրոբլեմի մեջ է գցում կամ խանգարում է, եւ շատ անգամ գիտես, մենք ներսից ենք զգում, որ մեզ այս բանը խանգարում է, բայց չենք փոխում։ Ինչի, որովհետեւ ինչպես քիչ առաջ նշեցի, միգուցե մեր եսը կամ վախը կամ այն սովորությունները, խոսում է վատ սովորությունները, որ տարիներ մենք կրկնում ենք մեր մեջ, չի թողում մենք փոխվենք։ Բայց ամենաշատը ով է վնասվում դրանից։ մենք Յուրաքանչյուրս, մենք ինքներս մեզ ենք վնասում։ Եվ կարծում եմ, որ այդ սովորությունը ես շատ անգամներ եմ արել։ Գիտես, նոր թղթի վրա, որ գրում էի Աբրահամ եղբայրի իմ այսօրվա խոսալու թեման, պահի տակ աշկս ընկավ իմ նոթբուքներին, եւ այս նոթբուքի մեջ, այս թուղթս վերջացել էր, դեռ տեղ ունեի գրելի, էսի 2011 թվին եմ այս նոթբուքը գրել։ Եվ ես նայում էի այս նոթբուքի մեջ, ինչքան ասենք թե բաներ կա, որ ես իմ մեջ գրել եմ, որ օրինակ այս բանը ուզում եմ փոխվի, այս բանը իմ նպատակն է։ Եվ հետաքրքիր է, որ այդ սովորությունը կքաջալերեմ իրոք, ովքեր լսում են մեզ, ունենանք։ Ոչ թե մենակ մեր մտքի մեջ, տես Աստված, որ Մովսեսի հետ խոսած, ասեց գրի, չէ՞, 10 պատվիրաններ, այդ գրելու մեջ շատ մեծ ուժ կա, չգիտեմ ոնց բացատրեմ, շատ մեծ կարևոր բան կա, որ գրես։ Երբ որ դու գրում ես, դու ավելի շատ ընդունում ես, որ դա քեզ է վերաբերվում։ Եվ շատ անգամներ ես սովորել եմ, որ եթե մի բան սովորում ես գրի, որտեվ ժամանակ առ ժամանակ կարող ես հետ գնալ, կարդալ եւ տենալ իրոք մի տարի առաջ, 2 տարի առաջ որոշել էիր մի բան փոխեիր քո մեջ կամ մի բան անել, արդյոք անում ես դա։ Ուրիշ բան, որ կարող եմ ասել, այստեղ նշել եմ, իսկ ինչու մարդիկ չեն փոխվում, եւ ստե նշել եմ, ուղղակի ժամանակի պատճառով չհասցրեցի մանգալ թե ով էր այս սրա մասին գրել, բայց իմ նոթերի մեջ ունեի, գրած է ինչն է տարբերությունը ֆիզիկական տեսողության եւ մտքի տեսողության։ Մարդկանց երևի 90 կամ +% ունեն ֆիզիկական տեսողություն, նրանք կարող են տենալ եւ այդ անհատին հարցնում են, այդ անհատը կույր մեկն է լինում, ուղղակի անունը չեմ հիշում ով էր։ Ասում են ավելի վատ բան ինչ է, երբ որ ֆիզիկական կույրություն չունի մարդը, դրանից ավելի վատ բան ինչ կարա լինի։ Եվ նա պատասխանում է, ասում է, որ մտովի մտքի կուրությունը կուրությունն է, այո։ Եվ շատ անգամ մարդիկ չեն փոխվում, որովհետև իրանք մտովի չգիտեն իրենց ապագայում ինչեր են ուզում անեն, ինչ նպատակներ ունեն, ինչեր կա, որ պետք է իրանց կյանքում անեն, եւ երբ որ դու չես տենում դա քեզ չի փոխում էլ։ Ես շատ անգամ, երբ որ նայում եմ իմ կյանքին եւ բաներ կա, որ ծրագրում եմ, մի անգամից մյուս թեման եմ մեջ արտանում, այ դրան հասնելու համար կամ այս մի բանը ստեղծելու համար, եթե ես մնամ ինչ ձևի, որ ես եմ այսօր, արդյոք կհասնեմ դրան, թե ես պետք է բաներ կա իմ կյանքում փոխեմ։ Եվս հետ են գալի կարևորությունը, եթե ուզում ես, անգլերեն ասում է, անգլերեն չասեմ, քանի որ շատերը հայեր են միացել, բայց փորձեմ թարգմանել մտքիս մեջ, եթե ուզում ես մի բան քո կյանքում փոխվի, առաջինը պիտի փոխես քեզ եւ անես տարբեր բաներ։ Նույն բանը չես կարա անես եւ նորանոր հաջողությունների հասնես, եթե չես փոխում որոշ բաներ քո կյանքի մեջ։
Իսկ ինչու նորից մարդիկ չեն փոխվել։ Արդեն մի քանի կետեր նշեցի, մի քանիսն էլ ավելացնեմ։ Առաջինը նշեցի եսի պատճառով, վախը, սովորություններ։ Մարդիկ իրենց սովորություններից չեն ուզում դուրս գան, որ փոխեն իրենց կամ իրենց կյանքը։ Մյուս կետը, որ չեմ ասել, comfort zone-ը ոնց են ասում։ Comfort բարեկեցիկ կարելի ասել։ Այսինքն դու սովորել ես քո ապրելակերպի այս ստայլին, քեզ հարմարավետ է։ Հարմարավետ, այո։ Հարմարավետ, քեզի չես ուզում pressure-ի մեջ դնես, եւ եթե համաձայն կլինեն ինձ հետ այն բաները կյանքում, որ շատերս ձգտում ենք, այն լավ բաները մեր կյանքում, որ ուզում ենք մեր կյանքում ստեղծենք, մեծամասնությունը գտնվում է մեր comfort zone-ից դուրս։ Այսինքն, եթե մենք չփոխենք մեզ եւ այդ comfort zone-ից դուրս չգանք, շատ անգամ չենք հասնի պատրաստ չլինենք comfort zone-ից դուրս գալ։ Այո, չենք հասնի նորանոր հաջողությունների, նորանոր բարձունքների եւ մեր կյանքը չի փոխվի։ Այսինքն նաեւ պիտի ուշադիր լինենք եւ տեսնենք յուրաքանչյուրս արդյոք ապրում ենք ամեն օր մեր comfort zone-ի մեջ։ Եվ ես նկատել եմ այն մարդիկ, ովքեր comfort zone-ի մեջ են ապրում, մի բան որ ասում ես, իրանք միանգամից համեմատություն են անում։ Չէ, չեմ ուզում այսքան ես օրը 8 ժամ եմ աշխատում, չեմ ուզում 10 աշխատեմ։ Միանգամից comfort zone-ի մեջ է ուզում մնա, բայց ուզում է իր կյանքը փոխի, բայց դա այդպես չի։ Նույնը հոգևոր կյանքում, եթե ուզում ես Աստծո խոսքը ավելի շատ իմանալ, պետք է ավելի շատ կարդալ, պետք է ավելի շատ եկեղեցի գնալ, պետք է ավելի շատ աղոթել, մտածել, խորհել։ Չես կարող ասել, գիտես ինձ, ես շաբաթ կիրակի առավոտն եմ սիրում կարդալ, դրանից ավել չեմ ուզում։ Okay, չես ուզում, problem չի, բայց քո աճը մնալու է այդ comfort zone-ի մեջ։ Եվ դու աճ չես ունենալ։ Այսինքն այսպեսի երբեմն աղոթքի բնույթ կա, մենք դա բառացի չենք ասում, բայց այսպես ենք։ Տեր դու ես քեզ իմ comfort zone-ի մեջ եմ կամ իմ հարմարավետության մեջ եմ պաշտում։ Դու ես քեզ սիրում եմ շատ, բայց իմ հարմարավետության մեջ։ Բայց մենք գիտենք, որ Տերը երբեմն մեզ ուզում է դուրս հանի դրանից, որ ավելի գերբնական, ինչպես Պետրոսը, չէ՞։ Պետրոս ասաց. «Տեր, հրաման տուր, քայլեմ, այդ նավի comfort zone-ից դուրս եմ ուզում գամ, դա ինձ արդեն հոգնել եմ դրանից ինչ-որ նման բան կա, չէ՞, փոփոխության»։ Այո։ Պետրոսը։ Հիշում ես, չէ՞, պատմությունը։ Այո, հիշեցի։ Մյուսը իսկ ինչու մարդիկ չեն փոխվում եւ ես այս թեմայի մասին շատ անգամներ խոսացել եմ առիթի դեպքում մարդիկ չեն փոխվում որովհետեւ մարդիկ պլան չունեն ծրագիր չունեն դա է պատճառներից եւս մեծագույններից մեկը որ ինչու մարդը չի փոխվում չի կարող մարդը չփոխվի եթե ինքը ունի պլաններ Ավտոպիլոտ է դրը։ Այո։ Ավտոմեքենաները կատես բան։ Այո։ Եվ Աբրահամ եղբայր, երբ որ գրում էի թեման, մի այսպիսի միտք էլ եկավ, իսկ ինչու Աստված չի օրհնում շատ մարդկանց։ Եվ միանգամից պատասխանը միտքս եկավ, որովհետև նրանք չեն ուզում փոխվեն։ Այսինքն, երբ որ Աստված նայում է մարդու սիրտը, չէ, Աստված մարդու սրտեր եւ երեկամներ քննող է։ Երբ որ Աստված տենում է մարդու սիրտը եւ տեսնում է, որ այս մարդը պատրաստ չի փոփոխության, այսինքն, եթե Աստված այս մարդուն այս հարցում ուզենա բարձրացնի, ուզենա օրհնի եւ տենում է այս մարդու միտքը, որ ես իրան նոր օրհնություն, նոր ճանապարհ բացեմ, նույն նոր ուղղություն տամ, ինքը չի ուզելու փոխվի, ինքը չի ուզելու իր մեջ նոր բան ստեղծի, այդ comfort zone-ից դուրս գա, ինքը իր սովորություններից չի ուզում հրաժարվի, եւ եթե հետ են գալի, հարցի պատասխանը գտնում ենք՝ միգուցե
երբ որ մենք փոփոխվող սիրտ չունենք, դա է պատճառներից մեկը, որ Աստված մեզ չի օրհնում։ Այսինքն կարող ենք այսպես ասել, որ քարեղեն սրտի եւ մարմնեղեն սրտի տարբերությունը հենց այդ է։ Քարեղեն սիրտ այդ կարծրատիպն է, կարծրացած կոմֆորտ զոնան է։ Այդ տեսակ սիրտ ունեցողը ենթակա չի փոփոխության, չի կարող ունենալ, բայց այդ մարմնեղեն սիրտ ունեցողը ինքը ենթակա է փոփոխության բարի իմաստով։ Նա Աստծո ձեռքերի մեջ, այսպես ասած, անդիմադրելիորեն ենթարկվում է, կամ Աստծո կամքը անդիմադրելիորեն ենթարկվում է կամքին, այսպես ասած։ Այո։ Որտեղ քարը իր մեջ դիմադրողականություն ունի, դու նրան չես կարող քոզած տեսքը տալ, բայց մարմնեղենը կարող ես։ Տարբերությունը ինչքան գեղեցիկ է։ Այո։ Եվ մյուս բանը, որ Աբրահամ եղբայր ուզում եմ նշել, որ երբ է մարդ դառնում փոփոխվող կամ փոխվում կամ ունենում այդ փոխվող բնավորության գծերը իր մեջ կերտում, երբ որ նա սկսում է սովորող կամ աշակերտել, այո։ Այո։ Այսինքն, երբ որ դու հասկանում ես, գիտես ինչ, միգուցե ես բաներ գիտեմ, միգուցե քիչ կամ շատ գիտեմ, բայց դեռ ամեն ինչ չգիտեմ, դու սկսում ես փոխվել։ Ուզում եմ իմանամ։ Վերցնենք ընկերության մեջ, միգուցե քո ընկերության մեջ բաներ կա պիտի փոխվես, որ քո ընկերությունները կամ շրջապատը ավելի մտերմանա։ Քո ընտանիքի մեջ բաներ կա պիտի փոխես, շրջապատի մեջ, ինչու՞ չէ։ Եկեղեցու մեջ, եթե գնում ես եկեղեցի, միգուցե քո մոտեցումը կամ շփումը մարդկանց հետ պիտի փոխվի։ Միգուցե սովորությունները, չէ, ինչքան բաներ կա պիտի փոխվի, այսինքն, երբ որ դու սկսում ես նայել, էլի խոսում ենք տեսանկյունից, որ գիտես ինչ, ես սենց եմ այս հարցերին նայում, բայց արի հլը մի հատ այս կողմից նայեմ։ Արի հլը նույն իմ մտածելակերպին կամ ին կյանքի նայող հատվածներին, որ նայում եմ իմ տեսանկյունից, միգուցե այս կողմից սկսեմ տենալ։ Միգուցե այս կողմից եւ քո մեջ շատ բացահայտումներ կլինի եւ դու կտենաս, դու իրոք նույն հարցին ուրիշ ձև ես նայում։ Եվ այդտեղ ինչ է լինում։ Այդտեղ միայն բարձրանում ես դու։ Ամեն ինչ քո շուրջը սկսում է փոխվել, մարդիկ քո հետ հարգանքը, շփումը, վերաբերմունքը, ամեն ինչ ցանկալի մարդ ես դառնում։ Այո, այո։ Եվ դա հավատում եմ, որ բարձրացնում է միմյանց հանդեպ սերն ու հարգանքը։ Ինչու, որտեվ գիտես շատ հեշտ է ընկերություն անել մի շրջապատում, մի տեղ, մի ընկերության մեջ, մի ընտանիքում, երբ որ բոլորը քո ուզածն են անում։ Ճիշտ ես։ Երբ որ բոլորը քո նման են մտածում։ Իսկ ասում է, եթե ուզում ես թշնամիներ ձեռք բերես, սկսիր փոխվել։ Բայց Աստված հակառակ կողմից ասում է, սիրիր քո թշնամուն, այսինքն երկու կողմից պիտի փոխվես, համ փոխվես, ինչ որ կուզես մարդիկ քեզ անեն, դու այդպես նրանց արա։ Խաչատուրի երգը դրա մասին էլ էր։ Ճիշտ։ Քանի որ ժամանակը արագ է անցնում, եթե հարցեր ունեք, անպայման գրեք այստեղ։ 7 կետեր նշել եմ այստեղ, որ փոփոխությանն է նաև վերաբերվում։ Մենք չենք կարող զորով պահել, սենց ասած, բառեր կա մաքուր հայերենով չեմ կարողանում միտքս բերել, բայց մենք չենք կարող տիպողաբար բաներ պահենք մեր կյանքում, որ չփոխվի։ Մեկա փոխվելու է։ Մյուս բանը, մենք չենք կարող անտեսել բաներ, որ փոխվում է։ Բաներ կա, որ պիտի ընդունենք, որ փոխվում է։ Եվ պետք է հարմարվենք շատ փոփոխությունների, եւ շատ փոփոխությունների հետ պետք է կարողանանք ճիշտ դիրք բռնել, իմաստուն վարվել դիրք վարվել կամ բռնել
եւ պիտի միշտ պատրաստ լինենք փոփոխության։ Ես համարը որ երբեմն իրոք գիտես մի հատ խոսքը ես պայն չեմ հիշում որտեղ է նուկտի մեջ է բայց շատ լավ խոսք է իմ մեջ դաջվել է այդ խոսքը այսպես բառացի ասեմ արդարը չի վախենում վատ լուրից սա հենց այդ փոփոխության մասին է խոսում կյանքը կարա յուրաքանչյուր մարդու համար շրջադարձային փոփոխության ենթարկի մեկ վայրկյանի ընթացքում պատկերացնում ես չգիտեմ դա լավ կամ վատ բայց կարա այդպիսի բան լինի չենք պատկերացնում անգամ մեր մտքով կարա չանցնի բայց շրջադարձային փոփոխություններ լինեն մեր կյանքի մեջ եւ ընդունելով քո խոսքը այս որ պատրաստ պետքա լինես փոփոխության հենց ամբողջ խնդիրը դրանում է որ իմաստումը հենց այդ տեսակն է որ ունենալով իր մեջ Աստծո խոսքը նա վախեր չունի որտեվ դու շատ լավ կետ բերեցիր երբեմն մենք այսպես պատրաստ չենք փոփոխության վախերի պատճառով բայց երբեմն ուզես թե չուզես պետքա գալիս են այդպիսի փոփոխություններ եւ եթե դու զինված ես Աստծո խոսքով դու վախ չունես դու չես վախենում եւ հաղթանակներից մեծագույն հաղթանակներից մեկը քրիստոնյայի կյանքում հենց սա է որ նա փոփոխություններից չի վախենում այո հոբի կյանքում Մայր ջան, հոբի կյանքում մի քանի կարելի ասել ժամվա ընթացքում, եթե ոչ օրվա գումար, մի քանի ժամվա ընթացքում ինչ փոփոխություններ տեղի ունեցավ։ Նա չէր սպասում, երբեք մտքով անգամ չէր անցնում։ Բայց մենք տեսնում ենք իր դիրքը Աստծո առաջ ինչքան հաստատուն էր, իր միտքը ինչքան հաստատուն էր, ինչ հասկացողություն ուներ Աստծո խոսքի, հա։ Ինչքան հավատարմություն կար իր մեջ, սա իրոք շատ կարևոր թեմա է։ Ամեն։ Եվ գիտես, այս վերջերս մի քանի առիթներ եղավ, իհարկե իրավունք չունեմ անուն տալու, մեր ծանոթներից մեկը մեր տուններ եւ ցավոք սրտի իր երիտասարդ տղան կյանսեր ունի եւ երբ որ զրուցում է իր հետ մի հատ այդ քո ասացի վերաբերալ հենց ասեց միանգամից գիտես մայիս ասեց մեր կյանքը այսպես փոխվեց այսինքն ինչ եմ ուզում ասեմ պարտադիր չի մենք դեմ գանք մի մեծ այսպես խոչընդոտի մի պատի առաջ կայնենք որ նոր փոխվենք որտեվ երբ որ կտրուկ է փոփոխություն ավելի ցավալի է ավելի դժվար է հաղթահարելը բայց երբ որ դու ընդունում ես որ գիտես ինչ ամեն օր փոխեմ մի բանի մեջ եւ երբ որ փոփոխությունները գալիս է դու արդեն համակերպված եւ ավելի այդ զորացած ես եւ այդ մեծ փոփոխությունները նույնիսկ քո կյանքում այդպիսի մեծ դրական հետք չի թողում որտեղ դու արդեն սովոր ես որ գիտես ինչ մի բան օրինակ մտածել էի կամ ծրագրել էի իմ ուզածով չգնաց ոչինչ կյանքը չի վերջանում դրանով ես իմ ինչ չեղավ ոչինչ արդեն դու այնքան հասարակ եւ հեշտությամբ ես ընդունում փոփոխությունը որ այդպիսի մեծ բաները քեզի սենց շոկի չի ենթարկում Ստեղ կարող ենք ասել փոխվիր որ փոխես նաեւ էդի ազդես փոփոխությունների վրա փոխված մարդն է ազդում փոփոխությունների վրա Միևնույնն է դու հաղթական ես դուրս գալու ինչ էլ որ լինի քո կյանքում Այո եւ գիտես Աբրահամ եղբայր երբ որ նայում ես մարդը երբ որ փոխվում է ինչքան անգամ ենք լսել որ չգիտեմ մարդը փոխվել է կամ կյանքը տվել է իր Աստծուն եւ երկար տարիներ հետո մեկը իրեն չի հանդիպել ասում է վաու այս ոնց էս փոխվել այսինքն ինչ լավ բան է փոխվելը եւ տարբեր մարդ են տենում իր մեջ, տարբեր կյանքի որակ են տենում։ Եվ միգուցե շատերը հարցնեն, ես ուզում եմ փոխվել, բայց ինչ անեմ, որ դու սկսեմ, ինչ քայլեր վերցնեմ, ուզում եմ
Եվս մեջբերում անեմ Աստվածաշնչից, առակացի 20-րդ գլուխ 17-րդ համարից առաջի մասը գոնե կարդամ 21 Հոմը առակաց 20-18 կներես 20-18 այո նպատակը խորհուրդով է հաստատվում ուստի պատերազմելուց առաջ լավ խորհրդակցիր այսինքն մենք նպատակ եթե դու նպատակ ունես որ փոխվես քո կյանքում դա քո մեջ պատերազմներ է բերելու առաջինը ինքդ քո դեմ այո պայքար կա ճիշտ է պայքար է լինելու եւ եթե մանավանդ հոգեվոր դաշտի մեջ ես փոփոխություններ անում չարի նետերի հետ պայքար ես ունենալու դրա համար վերջում ասում է պատերազմելուց առաջ լավ խորհրդակցիր այսինքն պիտի ունենաս մեկը որից խորհուրդ վերցնես այսինքն նաև փոխվելը շատ անգամ կարիք ունի խորհրդակցես մինչև այդ փոփոխության քայլերը անես ճիշտ մարդկանց հետ կարող ենք ասել նաև այստեղ կարող ենք նաև գումարել Աստծո խոսքը այսինքն խորհրդակցիր Աստծո խոսքի հետ Աստծո խոսքով որոշիր կամ չափորոշիչ որովհետև որոշումը չափորոշիչ է պահանջում ինչ գործիքներով եմ ես որոշում սա որոշում է իմ ընթացքը աշխարհիկ չափորոշիչով թե Աստծո խոսքի չափորոշիչով նաև ինչու՞ չէ հոգևոր մարդկանց հետ խորհուրդ անելով, որովհետև երբեմն մենք իրոք երբեմն պակաս ունենք Աստծո խոսքի հետ փորձառություն ունենալու եւ մենք կարիք ունենք մարդկանց, ովքեր իմաստուն են եւ կարող են մեզ օգտակար լինեն այդ հարցով, հա, բայց անպայման Աստծո խոսքի միջոցով։ Ես ուզում եմ սա հատուկ շեշտել։ Ամեն, հավատում եմ Աբրահամը որ իզուր թե որ Աստված մեզ երկու ականջ է տվել եւ մեկ բերան։ Որտեւ մենք եթե ուզում ենք դրական փոխվենք, պիտի ավելի շատ լսողի դերում լինենք։ Շատ ճիշտ ես։ Շատ ճիշտ ես։ Գիտես ինչ, երբ որ դու մենակ խոսացողի դերում ես, դու արդեն գիտես քո մասին։ Դու քեզ ինչ խորհուրդ պիտի տաս։ Դու արդեն գիտես քեզ։ Դրա համար շատ անգամ պիտի շատ ուշադիր լինենք, թե Աստծո խոսքը կարդալուց լսենք Աստված մեզ ինչ է ասում, թե ճիշտ մարդկանցից խորհուրդ վերցնելու լսող լինենք, այսինքն այդ լսելն էլ է փոփոխության ձև, այո, որտեղ մարդկանց մեծ մասը ավելի շատ խոսում են, նրանք չեն լսում, բայց երբ որ դու քո կյանքում փոխես նաև քո լսողությունը ուժեղացնես, փոփոխություն կատարես քո լսողության մեջ, իրոք լսես, մեկը մի լավ բան է ասում, լսես, մեկը լավ խորհուրդ է տալի, լսես, եւ երկրորդ բանը անալիզ անես եւ օգտագործես, եւ դա էլ է փոփոխության մի ձև։ Այս բանը պատասխան Աբրահամ եղբայր։ Իրոք շատ կարևոր թեմա է, շատ շնորհակալ ենք Մայիս եղբայր եւ դու քո ավարտական խոսքը սովորենք լսել։ Եթե մենք դեռ ժամանակ ունենք, մի փոքր քննարկենք սրա մասին, որովհետեւ իրոք փոփոխությունը սկսում է մտքից, դու սկզբից այդպես սկսեցիր մտքի փոփոխություն, այսինքն զարգացնել միտքը, եւ դա ուղիղ կապ ունի լսելու հետ։ Ստրատեգիան այս աշխարհի, որ շատ վատ հետևանք է թողում, սա է նաև մարդկանց զրկել լսողության ունակությունից։ Այսօր ամեն բան փորձում է քո փոխարեն անի աշխարհը։ Ու կերակուրից սկսած, ուզում ես իմանաս որն է լավը, ես քեզ կասեմ որն է լավը, հագուստից սկսած, ճաշակից սկսած, հիմա նոր արհեստական ինտելեկտ է զարգանում ինտերնետով, որ մարդիկ այլևս մտածելու կարիք չունեն, ընդամենը հարցը տալիս են եւ նա իրենց փոխարեն նկատում ես, որ
մարդու լսողական ապարատը սկսում է քիչ բթանալ։ Եվ սա վտանգներից մեկն է, մանավանդ հոգևոր իրականության մեջ շատ լավ խորհուրդ է սա, որ մենք սրան շատ ուշադիր պետք է լինենք, փորձենք հասկանալ, մենք դեռ կարող ենք լսել, թե ոչ, ունենք այդ ունակությունը, որտեվ այսպիսի խոսույթ կա, չէ, չլսեցի դրա պատճառով ընկա սրա մեջ, չէ, այսպիսի խոսույթ կա, կամ ասում ենք երանի լսեի ես մարդուն, որ ես խորհուրդը տալիս էր, ես ես վիճակի մեջ չէի ընկնի, այսինքն նկատում ենք, որ այդ լսողական ապարատը գնալով ավելի է թուլանում եւ տեսողականն է մարդկանց թույլտուր այսպես բարձր տոկոսային հարաբերությամբ խոսանք բարձր տոկոսային հարաբերությամբ մարդիկ ավելի զարգանում են իրենց տեսողական ապարատի վրա, քան լսողական տեսած միանգամից մակերեսային դատողություն ես անում, որը հետևանք ունի, վատ հետևանք նա չի տանում փոփոխության բայց լսողականն է, որ մարդու մտքի վրա շատ հետաքրքիր է սա, շատ կարևոր է, սրա մասին կարելի է մի ժամ խոսալ։ Տեսնեմ նոր հավատամ, չէ, այսպիսի խոսույթ կա, բայց հավատքը տեսնեմ չի, հավատքը լսելուց է։ Այո, այն որ ասում եմ մի հատ անեկդոտի նման, հերս ասում էր, ասում է չէինք լսում։ Չէինք լսում, ճիշտ է։ Մի բան էլ նկատեցի քո խոսքիդ մեջ ակնարկներ կար, այսպես որ շատ կարևոր էր մտածի։ Մենք ըստ Աստվածաշնչի դա կոչվում է ինքդ քեզ արի։ Ըստ հոգևոր տերմինով եթե խոսանք, եբրայերեն կոչվում է լեխ լեխա։ Օրինակ Աբրահամը, երբ որ դուրս եկավ հոր տնից, դա մեկ բառով մեկնաբանվում է լեխ լեխա, այսինքն Աբրահամը գնաց ինքն իրեն դուրս եկավ, կտրվեց կապը իր աշխարհի հետ կապված, մտածողության հետ կապված նաև, որովհետև լեխ-լեխան կամ ինքդ քեզ գնալը դա ուղիղ կապ ունի քո մեջ փնտրել, անալիզ անել, որոշել, հասկանալ, սխալները կամ իրադարձությունները վատ, մեղավորներ չգտնել դրսում, մաքսիմում քո մեջ գտնել դա Սա շատ կարևոր է գտի քո մեջ այն սխալը անգամ եթե քեզ թվում է դու չէիր սխալ բայց ինչ որ միտեղ դու սխալ ես անգամ եթե դիմացինը տա սխալ միևնույնն է ինչ որտեղ դու ես սխալ ինչի պետքա դա լիներ չգիտեմ դիմացինի սխալը քո սխալից է սկսել շատ ճիշտ ես Իսկ դրա համար մենք կարիք ունենք շատ հաճախ ինքներս մեզ գալու հեշտ է մեղադրելը կողքիններին հեշտ է արդարացման ճանապարհներ գտնել մեղքը գցել սրա նրա գրպանը դա այս աշխարհի համակարգն է այս աշխարհը դրա վրա է կառուցված բայց մեզ Աստծո խոսքը ուրիշ բան է սովորացնում այ ինչպես դու ասում ես եթե ուզում ես փոփոխություն պետք է ինքդ քեզ գաս խոսա ինքդ քեզ Ես սիրում եմ, չեմ ասում հասել եմ 100%-ով, բայց ես զգում եմ դրա արդյունքները, երբ որ ես ինքս ինձ հետ խոսում եմ, երբ որ ես ինքս ինձ քարոզում եմ, ու ես ասել եմ միշտ, ամենալավ քարոզը տիեզերքի մեջ երբևիցե որ դու կարող ես լսել, դա ինքդ քո քարոզն է։ Երբ որ դու ինքդ քեզ քարոզում ես, ինչպես դու ես ասում, սա մտածողություն է, սա ուրիշ տեղ կարա տանի, եւ առավել եւս, երբ որ դու Աստծո խոսքի հետ ես փորձում համեմատել, Աստծո խոսքով ես փորձում կշռադատել քո քայլերը, կշռել, որտեղ միակ ճշմարիտ կշռակարը, օրիգինալը Դա Աստծո խոսքն է, նա չի կեղծում, նա քեզ չի կարող կեղծել, նա կեղծիք չունի իր մեջ, դու չես կարող կաշառել Աստծո խոսքին, որ նա քեզ մի քիչ լավ բաներ ասի, ոչ, նա ուղիղ ասում է այն ինչ որ ես, բայց դա բժշկություն է, դա է փոփոխության բերում, Հռոմեացիս 12-րդ մեջ Պողոս առաքյալը երկրորդ խոսքի մեջ ասում է մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այսինքն այս աշխարհի համակարգով մի քայլի քեզ սխալ տեղ կտան, քեզ կխափի,
կկեղծի, մի օր չաղ ու բախտավոր ցույց կտա, մի օր նիհար ու անբախտ ցույց կտա քեզ։ Նա փոփոխական է։ Այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, այս փոփոխության մասին է խոսում։ Միտքս պիտի նորոգվի, փոխվի։ Ինչ հիմքի վրա, երբ որ դու սկսում ես Աստծո կամքը վերլուծել քո կյանքիդ համար, նա հայտնելու է քեզ, նա նոր միտք է տալու, նոր մակարդակ, բարձր մտածողություն։ Կներես Մայիս ջան, մի քիչ շատ խոսացի, բայց իրոք շատ կարևոր թեմա էր։ Իրոք իրար օգնում ենք, որ թեման ավելի բաց թողումներ չունենանք եւ իրար օգնենք, էլի, սենց քո միտքը, իմ միտքը բոլորը մեկս մյուսից լրացնում ենք անպայման։ Բարդիրոջը։ Շնորհակալ ենք, եղբայր, եթե կոչում ես սիրով եւ քո աղոթքով ավարտենք եթերը։ Մեծ սիրով, մինչև աղոթելը եւս փոխվելու մի կոչ անեմ, նրանք ովքեր սովորություն ունեն, որ վիդեոն տարածում են, նորից արեք, ովքեր լսում են, որ ասում ենք տարածենք, բայց չեն տարածում, եկեք փոխենք դա մեր մեջ եւ այսօր տարածենք։ Փոքրիկ բան է, բայց դա էլ է փոփոխություն։ Փոփոխություն է, բայց սովորություն է դառնում։ Այնպես որ հիմա ովքեր մեր հետ միացել են, ովքեր հետո կմիանան, խնդրում եմ գոնե յուրաքանչյուրը մի անգամ տարածեք ձեր էջում, որ շատերը օրհնվեն այսօրվա թեմայից եւ շնորհակալություն Աբրահամ եղբայր քեզ։ Ես եմ շնորհակալ։ Մայիս եղբայր մի կոմենտ կա, անպայման ուզում եմ դա կարդամ մեր վերջի կոմենտներից, Կարինե Էդգար Անդրասյանն է գրել, շատ հետաքրքիր բան է գրել, բարդ բնավորություն ունեցողի համար շատ դժվար է փոխվել, բայց ես մի բան ասեմ, սելի Կարինե Էդգար Անդրասյան, չգիտեմ, մա քույրա դիտողը թե եղբայր, որտեվ թե քրոջ անունը թե եղբայր, ըստ երևույթի քույրը, այսպես ասենք, սա քո մարտահրավերն է, գիտես, եթե դու համարում ես քեզ Աստծո որդի եւ վերստին ծնված, մի շատ բարձ գիտակցություն պետք է ունենա քրիստոնյան, որ իր կյանքում ոչինչ պատահական չի լինում, համաձայն ես Մայիս։ Այո, անպայման։ Չի կարող իմ կյանքում պատահական մի բան լինել։ Դա բացառվում է, առաջին հերթին սա մտածողություն է, բացառվում է, ուրեմն ինչ-որ մի բան կա, ուրեմն Աստված ինչ-որ մի ծրագիր ունի, մարտահրավեր ունեմ ես, հասկանում եք։ Այո։ Սա մարտահրավեր է, դու շատ լավ ասացիր եւ ուզում եմ կրկնեմ, հեշտ է լավ մարդկանց հետ ընկերություն անելը, հեշտ է վատ մարդկանց մեր կյանքից վռնդելը, կտրել ուղակի, ընկերություն չանել, մերժել նրան, դա էլ է հեշտ, բայց մարտահրավեր է, երբ որ կա մեր կյանքում մեկը, որ ինչպես դու գրեցիր, բարդ բնավորություն ունի, ու դու պետք է վարպետությամբ, այո, վարպետություն է պետք այստեղ, հասկանում ես, ինչ, և դա ցույց է տալի քո կշիռը նաև, քո նորոգված միտքը նաև, երբ որ դու ոչ թե մերժում ես, այլ դու փորձում ես լեզու գտնել իր այդ, ես մեր հայկական բանով։ Ես թեման թեմայ է բերում, փոփոխությունը այնքան լավ բան է, երբ որ դու շփվում ես մի սիտուացիայի հետ, մի անհատի հետ, երբ որ ինչպես նշել էին բարդ բնավորություն ունի եւ դու չես կտրում հեռացնում դա, այլ դու փորձում ես սիրով մոտենալ, լավ մոտենալ եւ ինչու է միշտ բարին հաղթում չարին, չէ՞, որովհետեւ երբ որ դու մոտեկանում ես եւ կարողանում ես լեզու գտնել, այդ մարդը տենում է քո մեջի համբերությունը, սերը, մոտեցումը եւ շատ անգամ դա առիթ է լինում, որ ինքն է փոխվում։ Եվ այսօր մի հատ հաճախորդ ունեի, շատ սխալ ձևի է մոտիկացել ինձ եւ սխալ բառեր էր օգտագործել։ Առաջի բանը, որ սենց ոնց որ մեջդ երրում ես, ասում ես մի հատ սրան պատասխան տամ։ Մի անգամից ասացի չէ, բայց չէ որ ես դրանով ինչ կանեմ։ Եթե չարին չարով պատասխանես, այդ քո տարբերությունը ինչ է։
Սենց մի պահ աղոտ կարեցի մեջս, ասեցի գիտես ինչ, թեկուզ սխալ է խոսացել, հələ ես մի հատ situation-ը փոխեմ։ Անենց սիրուն բացատրեցի սիրով, մեկ է տենամ հեռախոսի մյուս կողմը լռություն է։ Ինքը մի անգամից անգլերեն ասեց մայիս sorry, մայիս կներես ինձ։ Ասում եմ բան չկա, ոչինչ, պատահում է։ Գիտես, մի անգամ ինքը ներողություն չխնդրեց։ Մոտավորապես 8 անգամ ինձ ներողություն խնդրեց։ Այնքան որ ես ասեցի, էլ պետք չի ասես։ Անցանք։ Բայց դու այդքան ուրախ չես ներողության համար, քան որ դու ճիշտ պատասխան տվեցիր։ Ես համոզված եմ, որ այդպես է։ Ես այնքան լավ զգացի ինձ, ոչ թե իմ զգալու պահն եմ ասում։ Այսինքն ավելի ճիշտ ինձ ճիշտ զգացի, որ ես ընտրությունը ճիշտ արեցի, ճիշտ մոտեցի եւ արդյունքը քաղեցի։ Եվ ես համոզված եմ մեր մտերմությունը ավելի կլավանա։ Այսինքն ես իմ մեջ բացեցի։ Այո։ Գիտես, երբեմն, երբ որ մենք ասում ենք դժվար մարդկանց ների սիրի, այսպիսի բան է մեր մեջ ասոցը, անպայման ինչ-որ ջրիկացի, բան, գրկի, իրան մի հատ ժպտա, բան, դրա մասին չի խոսքը, դու կարող ես լուր մնալ, դու կարող ես նաև չժպտալ, բայց քո վերաբերմունքը լինի կորեկտ, այսպես ասեմ, կառուցողական, դու չես քանդում, դու կտրող տեսակը չես, բարան, դու հակառակ դու կառուցող տեսակ ես, դու շատ լուրջ ես, դու շատ ողջախոհ ես, դու չես շտապում իրան իր ձևով պատասխանել, այդ տիրույթը մտնել իրա, հակառակ դու նրան փորձում ես դուրս հանես այդ տիրույթից, դու դառնում ես ազդեցիկ, քո այսպես ողջախոհությամբ եւ դիմացինդ ուրիշ բան է սպասում քեզնից, բայց ուրիշ բան լավ բան ստացավ քեզանից։ Սա իրոք լուրջ ինձ, սա հանճար է, մայիս եղբայր։ Տես աշխարհում հանճարներ կան, չէ՞, որ կրկնօրինակը չկա, նկարիչ հանճարներ, շինարար, վերջը ճարտարապետներ եւ շատ այլ հանճարներ կան, որ չի կրկնվում, դա ուրիշ մտքի թռիչ կա։ Հոգեվոր իմաստով էլի կան հանճարներ, հարաբերություններ ստեղծող հանճարներ։ Հիանալի հանճարի, այո, Հիսուս ասում է Տիրոջ հանճարի, Հիսուսի համար ասում է հանճարի, Աստծո հանճարի հոգին էր նրա վրա, այսինքն սա ստեղծագործություն է, սա նկարչություն է, սա ինչ կարելի ասել վերաբերմունք հանճարեղ, հա, այս տեսակ մարդու կյանքը երբեք ձանձրալի չի, նա ջիղ ունի իր մեջ, նա հասկանում է, այո, կարանք, ես եմ վիրավորել, ես եմ արել այդ բանը, բայց գիտես խնդիրը ինչում է, հասկանանք, ապաշխարենք, ընդունենք, հասկանանք ու փորձենք փոխվել Աստծո խոսքով, շատ սիրուն է սա, դու չես պատկերացնի, կյանքդ լեցուն է ստեղծագործություններով, դու էլ ես սկսում ստեղծագործել, հասկանում ես։ Նա փորձ կատարենք, Աբրահամ եղբայր, ովքեր հիմա մեզ լսում են, ով է ուզում փոխվի։ Եթե ուզում եք կոմենտներ գրեք։ Ես առաջինը ես ձեռք եմ բարձրացնում, որովհետև վստահ ես ուզում եմ փոխվել։ Իրոք կարիք ունեմ փոխվելու։ Հարաբերությունների մեջ, մտքի փոփոխության մեջ, որովհետև դա շատ կարևոր է։ Երբ որ մարդը սկսում է հասկանում, որ արդեն ձանձրալի է հոգևոր կյանքի իր համար, այդտեղ պետք է լեզուն կծի։ Չէ, ասում ենք, եւ սա իր լեզուն կծեց։ Ուրեմն մի բան են չի։ Փարտիրոջ։ Շնորհակալ եմ այս եղբայր, Տերորնի քեզ շատ։ Մեծ սիրով ես եմ շնորհակալ, շատ հիանալի չզգացի ինչպես 1 ժամ 10 րոպե անցավ եւ թող յուրաքանչյուրս հանձնապես մենք մեզ նայենք, առաջինը մեզ փոխենք, ոչ թե մենակ ասենք դա, ես հավատում եմ, որ յուրաքանչյուրս փոխվելու շատ տեղեր ունենք։ Այո։ Եվ այդ փոխվելը մեր կյանքի բոլոր օրերի հետ լինելու է։ Փոխվելը մեկ անգամ չէ, միշտ է լինելու, եւ եթե ուզում ես նորանոր օրհնություններ, հաջողություններ, բարձրությունների հասնես,
պիտի քեզ փոխես նոր մարդու, նոր մտածելակերպի, նոր ամեն ինչ քո մեջ պիտի թարմացնես, նորոգես եւ փոխես։ Ամեն։ Եվ ըստ այլ Աստված որ տենում է դու փոխվում ես, Աստված քեզ ավելի է օրհնելու։ Ես դրան հավատում եմ։ Բայց թարմ ուրիշ է, չէ՞։ Այդ ո՞նց է որ մենք գնում ենք շուկա, սիրում ենք թարմ բաներ առնենք ու հարցնում ենք, էսի քանի օրվա է։ Ժամկետի մեջ է թե ժամկետի մեջ չի։ Հիմա մեր միտքը ժամկետի մեջ է թե ժամկետից դուրս է արդեն հոտ է գալի դրանից։ Մենք հոտած մտքով ապրում ենք։ Աբրահամ եղբայր մի քույր գրել է Հասմիկ Նադոյան գրել է մի քիչ փոխվել են, բայց ոչ լրիվ։ Հավատա, բոլորս հույս կա քո համար, նազիկ միայն այդքանը որ գիտակցում ես, ուրեմն հույս կա քո համար։ Ճիշտ։ Պատիրոջը։ Բայց եղբայր, քո աղոթքով երևի ավարտենք, եթե ասելիք ունես սիրով, եթե չէ, քո աղոթքով։ Ինչ կար զրուցեցինք, շնորհակալություն բոլորիդ։ Կրկնեմ նորից, եթե չեք տարածել վիդեոն, անպայման տարածեք եւ ինչու՞ չէ, աղոթքով ավարտենք։ Տեր Աստված, շնորհակալ ենք, որ մեզ եւս այսօր կյանք ես տվել, որ ունենանք այսպիսի հետաքրքիր հարցազրույց, սովորենք միմյանցից, քո խոսքից։ Եվ իրոք այս նոր մտքերը գա մեր յուրաքանչյուրի մեջ։ Ամեն Տեր։ Եվ փոխի մեր սրտերը փոխի, մեր մտքերը փոխի։ Մենք փոխվենք այս կյանքում եւ փոխենք մեր մեջ շատ բաներ, մեր սովորությունները վատ, մեր հաղորդակցությունը մյուսների հանդեպ, փոխենք մեր սերը դեպի քեզ, դեպի մարդիկ, ինչու՞ չէ, դեպի մեր թշնամիները, փոխենք մեր քայլերը, մեր մտածելակերպը, մեր առօրյա կյանքը, մեր սովորությունները, փոխենք թե ինչպես ենք անցկացնում մեր օրը, մեր ժամանակը, փոխենք մեր վատ սովորությունները։ Եվ ես հավատում եմ, որ դու օգնելու ես յուրաքանչյուրիս։ Այո, որոշներիս մոտ դա դժվարություն է, դժվար է, բայց քո օգնությամբ ամեն ինչ հաղթահարելի է։ Եվ յուրաքանչյուրիս տաս այդ սիրտը, որ մենք փոխվենք եւ դու մեզ նոր օրհնություններով օրհնես։ Ամեն Տեր։ Շնորհակալ ենք այս հաղորդման համար։ Թող ով որ լսվի, իր կյանքի մեջ փոփոխություններ գա եւ իր կյանքն էլ փոխվի, եւ առաջինը դեպի քեզ գա։ Դու փառավոր ես ամեն ինչի։ Ամեն։ Ամեն։ Փառք ես Տեր։ Փառք Տիրոջը հրաշալի է եւ մեզ մնում է պրակտիկ կյանքում սա իրոք գործադրվի, սիրելի քույրեր եղբայրներ, մայիս եղբայր քեզ շնորհակալություն, որ միացար, մենք նորից հույսով կհանդիպենք իրար եւ այնպես որ հիմիկ բանից կարող ես պատրաստվել։ Տերը քեզ օրհնի, օրհնված, պատխաբեր եւ հաջողված եղիր եղբայրս, բարևներ բոլորին։ Իսկ մենք սիրելի քույրեր եղբայրներ առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին։ Ձեզ մաղթում ենք հրաշալի շաբաթ եւ կիրակի։ Maranatha, Տերը շուտով գալու է։ Ստեսին եղբայրս։ Ժամանակը պիտի փրկես իզուր տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջունես։ Սարան իդիրատիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոք չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։